եկեղեցին շարունակական հարձակումների է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից եւ նաեւ դրսեւորվում է հանցավոր անգործություն կամ հանցավոր գործունեություն պետական ինստիտուտների կողմից, այսինքն կարգալուծ եղած քահանան զավթել է առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող եկեղեցին շինությունը եւ բան արել, բանալները փոխել է, թույլ չտալիս այլ հոգեվորականների մտնել։ Հիմա ինձ հետաքրքիր դուք էլ դիվանագետ եք, ի՞նչ է լռում արևմուտքը, որը անի դրոշը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խղճի ազատության, հա, դրոշը ձեռքին, բոլոր երկրների ներքին գործերին խառնվում է կամ փորձում է խառնվել, հա։ Վերջը Հայաստանը պետություն է, որը խղճի ազատության այն կոնվենցիային միացավ, չէ, Ամերիկայի կողմից հրավիրված համաժողովին, որը հիմնականում Չինաստանի դեմ էր եւ Իրանի դեմ, հա։ Ինչ է կատարվում եւ արդյոք մենք կարող ենք համարել, որ եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող այս գործընթացը վայելում է հավաքական արևմուտքի աջակցությունը, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե ավելի շուտ արևմուտքի աջակցության դրսևորում է, այլ ավելի շուտ ադրբեջանա-թուրքական պահանջ է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի անվտանգության դոկտրինով համարվում է որպես Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Որովհետև Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին համահայկական կազմակերպություն է, այսինքն ինքը Հայաստանակենտրոն է, բայց սփռված է ամբողջ աշխարհում։ Եվ հեղինակություն վայելող կազմակերպություն, այսինքն որ երկրում, որ հայ առաքելական եկեղեցին գործում է, այդ երկրի եւ հասարակության եւ իշխանությունների մոտ հարգանք է վայել, հեղինակություն է եւ որոշ դեպքերում նաեւ ազդեցություն ունի։ Ու դրա հետ միասին Հայաստանյաց առաքելական եկեղեցին հանդիսանում է ցեղասպանության գաղափարի ճանաչման եւ դատապարտման ջատագովը, առավել եւս 2015 թվականին, երբ որ սրբադասվեցին նահատակները, որպես սրբեր են հիմա համարվում եկեղեցու, այսինքն հավիտյան այլևս եկեղեցին նրանց ոչ միայն հիշատակը հավերժացնելու, այլ նրանց բարեխոսությանն է դիմելու իր աղոթներում։ Դա հավիտենական մոտեցում է։ Իսկ սա Թուրքիայի համար խիստ վտանգավոր է,